Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարև իմ շահացելի հեռուստադիտողներ, Medinform-ի շրջանակում այսօր շատ հետաքրքիր թեմայի մասին ենք զրուցելու, դա ուղիղ աղիքի արտանկումն է։ Խնդիրը բավականին հազվադեպ է հանդիպում, սակայն իրենից ներկայացնում է բավականին տհաճ կյանքի որակի հետ անհամատեղելի խնդիր, եւ ահա այս թեմայով ես զրուցելու եմ եկել Իզմիրլյան բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգ Սամվել Պողոսյանի հետ, քանի որ հենց այս կենտրոնում է, որ այս խնդիրը կարող է պատշաճ լուծում ստանալ, այսինքն պետք է դրանով զբաղվեն նեղ մասնագետներ կոլոպրոկտոլոգները։ Բարև բժիշկ։ Բարև ձեզ։ Եվ այսպես շատ թեմաներ շատ արծարծված են մեր հանրության կողմից, թեկուզ մարդիկ հաճախ են այդ մասին խոսում, սա այն թեման է, որի մասին քչերը գիտեն, քչերն են լսել եւ ինքնին տարածված չէ։ Սակայն խնդիրը բավականին տհաճ է, ինչպես մենք զրուցում էինք մեր նախնական զրույցի ընթացքում, ես կխնդրեի դուք նախ եւ առաջ ներկայացնեիք, թե ուղիղ աղիքը ինչպես կարող է արտանկել, ինչի հետևանք է դա։ Ուղիղ աղիքի արտանկումը դա աղիքի բոլոր շերտերի դուրս գալն է, արտանկվելն է հետանցքային ուղուց։ Ուղիղ աղիքի արտանկմանը նպաստում է հիմնականում կոնքային մկանային ապարատի թուլությունը, որը կարող է լինել ինչպես բնածին, այսինքն բնածին կոնքի մկանային ապարատի զարգացման, թերի զարգացման արդյունք եւ ձեռքբերովի, որին կարող են նպաստել քրոնիկ փորկապությունները, ծանր ֆիզիկական աշխատանքը, ծանր ծննդաբերությունը, այնպիսի ապրելակերպ կամ պայմաններ, որոնք նպաստում են ներորովայնային բարձր ճնշմանը։ Անգամ քրոնիկ թոքային հիվանդություն ունեցող անձանց մոտ ամենօրյա հազը նույնպես նպաստում է այս խնդրի զարգացմանը։ Հետաքրքիր, այսինքն հազալը կարող է առաջացնել այս պատճառայով։ Միշտ հազի ժամանակ առաջանում է ներորովայնային բարձր ճնշում, կտրուկ, որը նպաստում է այդ մկանային ապարատի թուլությանը։ Այո։ Իսկ օրինակ մարզասրահում ծանր մարզաքարերով մարզվելը կարող է այսպիսի խնդրի հանգեցնել։ Եթե նախատրամադրող գործոններ չունենք, չէ։ Իսկ եթե ունենք այդպիսի կոնքի մկանների թուլություն, միանշանակ կարող է դա այլ նպաստել ուղիղ աղիքի արտանկման զարգացմանը։ Բժիշկ, սրանք աստիճանաբար են զարգանում այս խնդիրը, թե հենց միանգամից կարող է աղիքը արտանկել։ Չէ, հիմնականում դա լինում է աստիճանաբար, սկզբում արտանկվում է աղիքի լորձաթաղանթը, հետագայում, եթե չենք զբաղվում այդ խնդրով, առաջանում է նոր աղիքի լիարժեք արտանկումը բոլոր շերտերով, որը ըստ փուլայնության տարբերակում ենք 3 փուլ, երբ տեղի է ունենում միայն ծանր ֆիզիկական աշխատանք կատարելիս եւ ժամանակի ընթացքում դա կարող է լինել անգամ հիվանդի որոշակի շարժումների ժամանակ անգամ քայլելիս, դիտվի արտանկում։ Դա արդեն հիվանդության ուշ փուլերն են։ Այո։ Շատ լավ, հիվանդը նկատում է այս խնդիրը։ Միանշանակ ուշ փուլերում, թե ավելի վաղ փուլերում։ Չէ, հենց սկզբնական փուլերում էլ նկատում են հիվանդները, հաճախ դիմում են մեզ գանգատվելով թութքի առկայությունից, իրենց թվում է, թե դա թութքային հանգույցն է արտանկվել, բայց երբ որ պրոկտոլոգը արդեն համապատասխան դիրքում նայում է եւ տեսնում է, որ դա աղիքի լորձաթաղանթն է, այսինքն աղիք ամբողջությամբ հետանցքից դուրս եկած է, այո, այսպես ուղիղ նկարագրենք պատկերը։ Այո, կան դեպքեր անգամ, որ բացի ուղիղ աղիքից արտանկվում է անգամ սիգմայաձև աղիքը, իր հետ բերելով այդ այսպես կոչված դուգլասյան գրպանիկ այնքան է երկարում, իր հետ բերելով բարակ աղիքի գալարները դեպի դուրս։ Եվ մենք դիտման ժամանակ ուղիղ աղիքի լորձաթաղանթի տակ տեսնում ենք բարակ աղիքների պերիստատիկան, շարժումը։ Այնց հետաքրքիր է, այս դեպքում հիվանդը չի զգում անհարմարություն նստելիս, պառկելիս, տարբեր կենսական պայմաններում։ Միանշանակ այդ անհարմարությունը կա, միանշանակ կյանքի որակը շատ ընկած է։ Այդ ուշացած բերում է աղիքային այլ խնդիրների իր ետևից։ Այո, իհարկե, արտանկման ժամանակ, եթե ներուղումը ժամանակին չկատարվի հիվանդի կամ բուժաշխատողի կողմից, կարող է գնալ օղակում, ինչպես ճողվածների դեպքում է լինում, եւ այդ դեպքում կան դեպքեր, որ հիվանդները մեզ դիմում են արդեն մեռուկացած աղիքով,
ոչ կենսունակ աղիքով, որը արդեն դժվարացնում է արդեն հետագա բուժումը, արդեն աղիքի մասնահատումներ, իրան հաջորդող հետվիրահատական բարդ շրջանով։ Ահա։ Բժիշկ, կարծում եմ այս խնդիրը լուծելու օպտիմալ տարբերակը վիրահատությունն է, ճիշտ է։ Վիրահատությունն է եւ ժամանակին դիմելը։ Տեսեք, սկզբնական փուլերում, երբ հիվանդները դիմում են միայն լորձաթաղանթի արտանկումով, մենք խորհուրդ ենք տալիս վարել կոնսերվատիվ, հնարավորինս կոնսերվատիվ վարել, դեռևս չենք դիմում սկզբում հենց վիրահատական միջամտության, որ կան որոշակի գիմնաստիկաներ, կան որոշակի կոնսերվատիվ միջոցառումներ, որ նպաստում են դրա հետ զարգացմանը, նպաստելով մկանային համակարգի զարգացմանը։ Դա կարող է լինել կեգելի վարժությունը, այո, դուք ճիշտ եք, դրանցից մեկը կեգելի վարժությունն է։ Այսինքն այս վարժության միջոցով նոր կարելի է վերացնել, կարելի է կանխել։ Առանց վիրահատության։ Այո, առանց վիրահատության։ Իսկ ավելի ուշացած դեպքերում դիմում ենք վիրահատության միջամտության։ Վիրահատությունը տարբերակում ենք վիրահատության երկու տեսակ։ Առաջինը դա շեքային վիրահատություններն է, որոնք կարվում են այդ մկանային ապարատի պլաստիկաների միջոցով, սֆինկտերոլևատորոպլաստիկա են կանում, տարբեր տեսակի պլաստիկաներ կան։ Եվ որովայնային մուտքով վիրահատությունը, որը այսպես կոչված անվանում ենք ռեկտոպեքսիա։ Տեսեք, ինչ վերաբերվում է շեքի կողմից վիրահատություններին, այդ վիրահատությունները իրենց արդյունավետությամբ գայթակղիչ չեն։ Մենք շեքային վիրահատությունից էֆեկտիվությունը բավականին նվազած է։ Տվյալ պահին կարող ենք ստանալ արդյունք, որը ժամանակի ընթացքում, տարիների ընթացքում նորից արտանկումը կրկնվի հիվանդի մոտ։ Մեր կլինիկայում վերջին տարիներին հիմնականում կիրառվում է որովայնային մուտքով ռեկտոպեքսիան, որը տալիս է իդեալական արդյունք, այդ տվյալ հիվանդների մոտ այլևս արտանկումը կարելի է ասել բացառվում է, որտեվ ինչ է իրենից ներկայացնում այդ վիրահատությունը, մենք ուղիղ աղիքը անջատում ենք շրջակա հյուսվածքներից եւ ֆիքսում ենք ողնաշարի դարավանդ այդ հատվածքը այդպիսի, կարելի ասել ֆիքսում ենք ողնաշարին հատուկ թելերով եւ բացառվում է աղիքի իջնել։ Այդ դեպքում պետքա ողնաշարի տվյալ հատվածներ իջնի, որը անհնար է։ Իսկ աղիքը այդ դեպքում կատարում է լիարժեք իր այդ առածքական ֆունկցիան։ Այո, այդպիսի խնդիր չենք ունենում, մինչև այսօր այդպիսի խնդիր չենք ունեցել։ Այդպիսով այդ խնդիրը կարելի է լուծել։ Այո։ Որովայնի միջոցով։ Հա, որովայնային մուտքով։ Այս վիրահատությունն է ավելի էֆեկտիվ համարում։ Այո։ Իսկ այս դեպքում նշեցիք խնդիրը կրկնվելու հավանականություն չունի։ Իսկ եթե շեքի միջոցով է կատարվում, խնդիրը կարող է կրկնվել։ Շեքի միջոցով կատարելու դեպքում դա անում ենք հիմնականում սկզբնական փուլերում, հիվանդի հետ համաձայնեցնելով եւ այն դեպքերում, որ հիվանդը կտրականապես հրաժարվում է ներվորովայնային մուտքից, որտեղ տվյալ վիրահատությունը բավականին բարդ վիրահատություն է։ Կամ կան որոշակի ուղեկցող հիվանդություններ, որոնց դեպքում այդ մեծ վիրահատությունը հնարավոր չէ կատարել, կատարում ենք շեքային մուտքով վիրահատությունները, այո։ Եվ ինչպես յուրաքանչյուր խնդիր, սա նույնպես հավանական է կրկնվի, թեկուզ նորից առաջանա։ Այ հետաքրքիր է սա այն դեպքերից է, երբ կարող է թեկուզ աղիքի մի հատվածը ֆիքսել եք, բայց խնդիրը նորից առաջանա, չէ՞ որ ընդհանուր մկանային թուլություն է առկա այդ մարդու մոտ։ Այո։ Հետվիրահատական շրջանում հիմնականում հիվանդները մեր հետ կապ ունենալով, այսինքն նպաստավոր գործոնների ազդեցությունը փորձում ենք հնարավորինս բացառել։ Եթե տվյալ հիվանդը ամբողջ կյանքի ընթացքում ունեցել է ծանր ֆիզիկական աշխատանք, խորհուրդ ենք տալիս, որ փորձի հնարավորինս քիչ ծանրաբեռնվածությամբ գործունեություն ծավալել։ Դա հիմնական երևի թե նպաստող գործոն է։ Հիմնական նպաստող գործոններից մեկը դա է։ Եվ մեր յուրաքանչյուր բժշկի հետ հարցազրույցից հետո ես խնդրում եմ նրանց իրենց խորհրդով ուղղորդեն պացիենտներին, իհարկե մենք նշեցինք, որ այս խնդիրը շատ քիչ է տարածված, հազվադեպ հանդիպող է, բայց եթե նույնիսկ առկա է, այն շատ խնդիրների գերազանցում է իր տհաճությամբ եւ իր ոչ տանելի փաստով։ Այդ պատճառով կխնդրեմ ձեր խորհուրդը ուղղեք մեր հեռուստադիտողին, նախ ինչ անել, որ չհասնի գործ այս բարդացման աստիճանի, այսինքն որ դեպքերում լինել ավելի զգոն եւ ինչ քայլերից խուսափել։ Ես խորհուրդ կտամ հնարավորինս մեզ դիտողները հետևեն
իրենց առողջությանը, առողջ ապրելակերպին, ինչ վերաբերում է մեր մասնագիտությանը, նպաստող գործոն է նաև քրոնիկ փորկապությունը, որը տարիների ընթացքում կարող է բերել այս խնդրի զարգացմանը, իսկ խնդրի առաջացման դեպքում էլ շուտ դիմել բժշկի, չթողեն հասնի 3-րդ աստիճանի, որ արդեն մնում է միայն ռադիկալ մեծ վիրահատությունը, ժամանակին դիմել բժշկի, զբաղվեն իրենց առողջությամբ։ Այո, եւ դիմել ճիշտ մասնագետին։ Այո, եւ դիմել համապատասխան մասնագետին։ Շնորհակալ եմ բժիշկ, շատ կարեւոր է այն ինֆորմացիան, որ դուք բժիշկներդ հաղորդում եք MedInform-ի միջոցով եւ այնտեղ շատերը իսկապես գտնում են այն հարցերի պատասխանները, որոնց մասին նույնիսկ իրենց չէին բարձրաձայնի, հետո կիսվում են ինձ հետ։ Վստահ եմ այսօրվա մեր հարցազրույցը դրանցից մեկը եղավ։ Շնորհակալ եմ։ Ես էլ ձեզանից եմ շնորհակալ հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալ եմ նաեւ ձեզ ուշադրության համար, դե ինչ ուղիղ աղիքի արտանկում այսպիսի հազվադեպ հանդիպող բուսական շատ դահաճ թեմա, որով կարող են մարդիկ իսկապես թաքցնելով շրջակա միջավայրից ապրել եւ չիմանալ ում դիմել։ Ահա այս դեպքում մենք զրուցեցինք կոլոպրոկտոլոգ Սամվել Պողոսյանի հետ։ Այսօր այսքանը, հետևեք ձեր առողջության յուրաքանչյուր փոփոխությանը, ոչինչ չթողելով վաղվան կհանդիպենք։ Ֆիլմ ջրեն, ջուր խմելու ժամանակն է։ Ողջույն առողջ սպորտի սիրահարներին եւ բոլոր մարզասերներին, ովքեր դիտում են MedInform-ը եւ այսուհետ մեր ծրագրում իր տեղն է գտել սպորտային այս կարևոր էջը։ Մարզիչների օգնությամբ ցույց ենք տալիս, թե որ վարժությունը սխալ է կատարել այսպես եւ որ ինչպես է ճիշտ կատարել, այնպես որպեսզի օգուտի փոխարեն վնաս չպատճառենք օրգանիզմին։ Ես գտնվում եմ Hills սպորտային համալիրում եւ մարզիչ Հայկի հետ միասին հիմա պետք է հասկանանք, թե մեջքի եւ նստատեղի մկանների համար կատարվող այս շատ սիրված մարզասարքը որ դեպքում է սխալ կատարվում եւ որ դեպքում է ճիշտ կատարվում։ Ողջույն Հայկ։ Բարզես։ Այս մարզասարքը ես նույնպես շատ կիրառում եմ, շատ սիրում եմ, բայց լինում են դեպքեր, երբ տուն գնալուն պես զգում եմ, որ այս հատվածը մեջքի ներքևի հատվածը ցավեր է նկատվում։ Արդյոք ես այդ դեպքում սխալ եմ կատարած լինում, սա հնարավոր է։ Հնարավոր է եւ սխալ կատարել եւ ցավեցնել մեջքի մկանները։ Ահա։ Վարությունը կատարում ենք, հենվում ենք մարզասարքի վրա։ Ահա։ Մի քիչ կուզենենք բարձրացնել մարզասարքը դեպի վրա։ Քանի որ նա բարձրահասակ է, դա հասակի հետ է պատասխանեցնող։ Ահա։ Կարող են կատարել քաշով եւ առանց քաշի։ Ահա, տվյալ դեպքում 25 կիլոգրամ։ Սկսնակների խորհուրդ կտայի կատարել վարությունը առանց քաշի։ Ահա։ Մարմնի քաշով մեջքը պահելու ենք ուղիղ։ Այս մարզասարքով մենք կարող ենք մարզել մեջքի ստորին հատվածի մկանները, նստամկանը եւ ազրի ետևի մասի մկանները։ Մեջքի մկանները մարզելու համար սկսնակներին խորհուրդ կտայի վարությունը կատարել առանց քաշի։ Ձեռքերը կպահենք դեպի վեր։ Իջնելուց դեպի ձգվում ենք դեպի առաջ, մեջքը դեպի ուղիղ պահենք։ Բարձրանում ենք միջև որ կհավասարվի ողնաշարը։ Նա ճիշտ է կատարում։ Ահա։ Շատ Եվ լավ։ քարով Վերևում արտաշնչում ենք պարտադիր, մեկ վայրկյան ֆիքսում ենք ու դանդաղ իջնում ենք դեպի ներքև։ Իսկ այդ պետք է շատ իջնել մինչև հատակը, թե կիսով չափ։ Ու մինչև վերջ պետք չի որ իջնենք, եթե ցանկանում եք կատարել մեջքի մկանների մարզումը։ Մյուս մկանները մարզելու համար կարող եք իջնել մինչև ներքև։ Հայկ, իսկ այս վարժությունը կատարելիս երբեմն մինչև վերջ կարող ենք իջնել եւ կիսով չափ։ Որն է ճիշտ։ Երկուսն էլ, ահա։ Միջև վերջ իջնելու կարիք չկա, քանի որ մեջքի մկանները պետք է լարված պահենք։ Միջև վերջ իջնելու դեպքում արդեն մեջքի մկանները կթուլանան։ Նորից վերև բարձրանանք, նորից էլի կձգվեն։ Ցանկալի է լարված պահել միջև վերջ եւ բարձրանալ վերևում մեկ վայրկյան։ Խնդրեմ, կատարեք, տեսնենք ճիշտ եք դուք կատարում։ Արդյոք սխալ նկատում եք հիմա մեր մարզվողի պարագայում։ Դանդաղ իջնենք։ Շատ ճիշտ։ Պետք է դանդաղ, այո, իջնել։ Մի քիչ դեպի առաջ ձգվել։ Բարձրանանք։ Իսկ այդ գլուխը հետաքրքիր է, պետք է հայացքը վերև լինի, թե գլուխը կա։ Չէ, նեյտրալ, ոչ վերև, ոչ ներքև։ Ահա։ Շնորհակալ եմ։ Էլ ինչ մարզումներ առանց ջուր խմելու։ Այնպես որ պիտ ջրեր, ճիշտ ջուր խմելու ժամանակն է։ Մարզվելիս պարտադիր մի քանի կում պետք է ընդհատ խմել մարզման ընթացքում, որպեսզի օրգանիզմը չհասցնի ծարավել, չորանալ եւ սպառել իր ջրային բոլոր ռեսուրսները։
օրը խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics